Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկա Ալոյանն եմ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին։ Պարոն Մելիքյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու Շնորհակալ եմ համար։ հրավերի համար։ Աշխարհը բառիս բուն իմաստով խառնվել է իրար։ Արդեն օրեր տևող Իսրայել-իրանական պատերազմը, որին նաև միացավ ԱՄՆ-ն, ամբողջ աշխարհը կենտրոնացրել է այս երեք ուժային կենտրոնների վրա, բոլորս շունչներս պահած վախով մտածում ենք, որ ամեն պահի կարող է պայթել միջուկային պատերազմը։ Պարոն Մելիքյան, երեք գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ վերջապես զինադադարը կնքված է 12 ժամ հետո պատերազմող կողմերը որ կետում կանգնեն, այդտեղ էլ պատերազմը համարվելու է կանգնած։ Բայց հայտնի դարձավ, որ Իսրայելը զինադադարի կանոններին չի հետևել, հարվածներ է հասցրել Իրանին։ Այս կոնֆլիկտը, այս պատերազմը ուր է գնում, ինչի է մեզ տանում։ Նախ մի փոքրիկ ճշտում անեմ, միայն այս երեք կողմը չեն, սրանք երևացող ներգրավված կողմերն են, բայց այնպես չի, որ աշխարհի ուժային կենտրոնները կամ որոշում կայացնող կենտրոնները ուղղակի ձեռքները ծալած նստած են եւ ուշի ուշով հետևում են զարգացումներին։ Բավական է միայն նայել տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները եւ փորձել այդ ամեն ինչը դիտարկել, թե ինչպիսի դիրքավորումներ են լինելու ապագային, հա, որովհետեւ այստեղ շատ կարևոր են եւ հայտարարության նրբերանգները, եւ շեշտադրումները, եւ մոտեցումները, դատապարտման հնարավոր մեխանիզմները, խաղաղության կոչերը, բանակցությունների կոչերը եւ այլն եւ այլն։ Այստեղ կամ պիտի ասենք անատամ ինչ-որ հայտարարությունների շարք, բայց նաեւ ատամնավոր, նաեւ շատ մայրաքաղաքներից հնչող, որը իսկապես լավ տեղ չէր տանելու։ Ես իհարկե մեծ հույս ունեմ, որ այս հայտարարությունը Միացյալ Նահանգների նախագահի կողմից արված եւ երկու կողմերի իրենց իսկ ասելով խոսակցությունների եւ պայմանավորվածությունների ձեռք բերված արդյունքում ծնված տևական կլինի, որովհետեւ կողմերը կարծես թե հասկացան, որ այս ջլատող շարունակական եւ երկարաժամկետ բախումները որևէ լավ բանի չեն բերելու, որովհետև այստեղ միայն ասենք, եթե համատականի մեջ վերցնեք նույն ուկրաինական, հա, ճակատով, այստեղ ռազմավարական առումով, աշխարհաքաղաքական առումով շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել կապված եւ նավթի, գազի շուկաների հետ, կլինի դա Հորմուզի նեղուցի հետ կապված, ծոցի երկրների ներգրավվածությունը այս ամեն ինչին եւ այլն, այսինքն տևական ժամանակ ինքը ուղղակի աշխարհը կարող էր կանգնեցնել, համաշխարհային տնտեսությունը կարող էր կանգնել իսկապես կոլապսի առջև։ Հիմա առաջին հարցը որ գալիս է, իսկ Իրանը չէր կարող կանգնել կոլապսի, միանշանակ կարող էր, բայց եթե ինձ էլ չէ, ուրեմն ձեզ ոչ մեկին։ Այսպիսի քաղաքականության մոտեցում կար, թեկուզ նույն այդ Հորմուզի նեղուցի պայմանը վերցնելով, որ կփակենք եւ իսկապես անկանխատեսելի հետևանքներ կարող էին լինել, թե նավթի ու գազի բորսաներում, թե ընդհանրապես տնտեսական մասով։ Այսինքն այս իմաստով կարծում եմ կողմերը յուրաքանչյուրը իր կողմից, իր մասով, իր փայաբաժնով որոշակիորեն եկան մի եզրակացության, որ շարունակությունը ուղղակի աղետ կարող է բերել ոչ միայն տարածաշրջանի համար, այլ ընդհանրապես համաշխարհային շուկաներում։ Եկեք չշտապենք, մի փոքր ոտներս կախկցենք եւ տեսնենք ինչ զարգացումներ կլինի ապագայի։ Ես անկեղծ ասած շատ լավատեսորեն տրամադրված չեմ, այն իմաստով, որ եթե չկա լուրջ երաշխիքներով պայմանավորվածություններ, դա կլինի պայմանագրի կամ համաձայնագրի տեսքով, եթե չկան իսկապես անկեղծ եւ լուրջ բանակցություններ եւ տևական ժամանակի հրադադար, սրա մասին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ կարծես թե բոլոր կողմերը խոսում են իրենց դիրքերից եւ իրենց շահերից, հա, Իսրայելը իր մասով հայտարարում է, որ ոչնչացվել են վերջապես մեզ սպառնալիք հանդիսացող միջուկային օբյեկտները, նույնը ասում է Միացյալ Նահանգները, մյուս ձեռքով նաև ասել է, որ համաձայնեցված է եղել Իսրայելի հետ եւ մենք գնացել ենք այդ քայլին, Իսրայելը դիտարկել է որպես մեզ դաշնակից, Իրանը իր հերթին հայտարարում է, որ որևէ վնաս, այնուամենայնիվ նույն ուրանի հարստացումը
չի կրել եւ ժամանակին իրենք կարողացել են ամեն ինչը տեղափոխել։ Հիմա ապագան ցույց կտա, թե կողմերից որ մեկն է ճշմարտացի։ Միգուցե բոլորն էլ ճիշտ են, ամենը իր մասով եւ դա ինչպես կարող է իր ներքին հասարակությունների վրա վաճառել, հասկանում եք, մոտեցումների խնդիր է։ Բոլոր կողմերը պիտի ասեն մենք հաղթել ենք, որովհետեւ չի կարող լինի կողմ, որը կորցրել է, այս Հայաստանի տարբերակը չի էլի, որ մենք միշտ կորցնում ենք, բայց մենք չգիտես ինչի հաղթանակած վիճակում ենք դուրս գալիս ըստ օրվա վարչախմբի ղեկավարի մոտեցման, հա, մենք Արցախը ոչ թե կորցրել ենք, այլ Հայաստանն ենք գտել, այս իլոգիզմները անհասկանալի ալեգորիկ կերպով օգտագործվող, իհարկե իրականության հետ որևէ աղերս չունեցող, իր ուղեղում այտենց հիվանդագին առաջացած մտքերն են, որոնք փորձում է ինչ որ ձևով տարածել նաև հասարակության լայն շերտերի վրա։ Սպասենք, տեսնենք, կերևա, ես մեծ հույս ունեմ, որ բանակցությունները այնուամենայնիվ կշարունակվեն, ի նկատի ունեմ ուրանի հարստացման հետ կապված, որովհետև կարծես թե պարսիկներն էլ միջև վերջ մնացին նույն դիրքի վրա, որ անհնար է եւ անսասան ենք մենք լինելու այդ հարցում։ Հիմա դա ինչպիսի ձևակերպումներ կստանա եւ ինչպիսի զարգացում կունենա, նորից ու նորից ապագան ցույց կտա։ Չափազանց մեծ լավատեսությունը իհարկե չարժե տածել այս ուղղությամբ, բայց պետք է ուղղակի հետևել զարգացումներին եւ տեսնել խախտումները որտեղ կլինեն, արդյոք կլինեն թե ոչ։ Ամենայն դեպս Միացյալ Նահանգների նախագահը շատ հաստատակամ էր հայտարարում, որ նույնիսկ ամբողջ աշխարհին էր, չէ, շնորհավորում խաղաղությունը եկավ վերջապես եւ ավարտվեց այսպես կոչված 12-օրյա պատերազմը։ Իհարկե սա առաջին հերթին մեծ սպառնալիք ու վտանգ էր ներկայացնում Հայաստանի համար, ես ի նկատի ունեմ նույն շարունակականությունը Դուք իմ հարցից առաջին կաք, այո, ուզում էի հասկանալ ինչու է մեզ համար կարևոր Իրանի հաղթանակը այս պատերազմում։ Այստեղ նորից եմ կրկնում, հաղթանակի կամ պարտության խնդիրը չէ այնքան, որքան չլինելը նման բախման, հա։ Հիմա պարզից էլ պարզ է, որ ցամաքային որևէ հարձակում չպետք է լիներ։ Սա միանշանակ է, որ որևէ մեկը այդ ռեսուրսը, այդ ուժը չունի, որպեսզի գնա այդ քայլին։ Սա մեկ, երկրորդը, որքան խաղաղ լինի տարածաշրջանը եւ այս պարագայում Իրանի հետ կապված ուղղությունը, այնքան իհարկե մեզ ավելի հանգստացնող է այս ամենը, որովհետեւ չի կարող լինի նմանատիպ պատերազմ շարունակաբար եւ Հայաստանի վրա ուղղակի իր խորը եւ բացասական ազդեցությունը չունենա։ Միջև իսկ ստիպելը Հայաստանը որպես պլազդարմ օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու։ Եվ ունենք նաև չէ տեղեկություններ եւ դա միայն տարբեր աղբյուրներ չեն իրանական, այլ նաև տարբեր օտարերկրյա գործակալություններ գրել են դրա մասին, որ կարծես թե հաստատվել է, որ Ադրբեջանի օդային տարածքը օգտագործել է այս հարվածները հասցնելու համար։ Սա իհարկե չի կարող այսպես մոռացության տրվել եւ ինչ որ որոշակի կետում սրա մասին կբարձրաձայնվի, կխոսվի եւ այդ իմաստով իհարկե Ադրբեջանին ավելի բարդ օրեր են սպասվում, հա, որովհետեւ Ադրբեջանը որքան էլ որ հոխորտա, որքան էլ փորձի այսպես խաղացողի, Կովկասում խաղացողի լուրջ դերակատարումը իր վրա վերցնի, այնուամենայնիվ դա այդպես չի։ Դա այդ փոքրիկ սուլթանի էյֆորիկ ջղաձգումներն են եւ փորձը իրականությունից կտրված լինելը եւ փորձերը ցույց տալ, որ ինքը այսպես անկախ խաղացող է եւ նույնիսկ կարող է հակոտնյակ հայլեր անել թե Թուրքիային, թե Ռուսաստանին, թե Եվրոպային, թե հավաքական արևմուտքին, թե Իրանին, թե ավելի արևել, այսինքն այս իմաստով ինքն էլ չի պատկերացնում, որ այս ամեն ինչը իսկապես արձանագրվում է եւ հետեւողականորեն նաեւ վերլուծության է ենթարկվում։ Այսինքն իրենից հաշիվ են պահանջելու հետո, պարոն Մելիքյան։ Միանշանակ եւ ինքը որոշակի պատասխաններ պիտի տա, պիտի կարողանա այդ պատասխանները տա, անշուշտ պիտի խուսափի եւ ցույց տա, որ այդպիսի բան չի եղել եւ օդային տարածքը երբևիցե չի օգտագործվել իր համար բարեկամ եղբայրական Իրանին հարվածելու համար, սա նորից եմ կրկնում ժամանակը ցույց կտա, չնայած իսկապես սրա մասին շատ գրվեց եւ այնպես չէր, որ այսպես պանցիկ լուր եղավ եւ էլ անդրադարձներ չեղան։ Գնալով շատ ավելի կարծես հաստատակամ եւ հաստատվող դարձան այս լուրերը։
Այս իմաստով իհարկե որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, մանավանդ այն խոշոր ծրագիրը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան միասին նախատեսել են, ես նկատի ունեմ, թե մեծ Թուրանի գաղափարը կլինի, թե ընդհանրապես թյուրքալեզու երկրներին մի հովանու տակ հավաքելը եւ դիրքավորվելը որպես տարածաշրջանային, ինչու ոչ նաև համաշխարհային որոշակի այսպես լուրջ խաղացողներ, այո, այդպիսի նկրտումներ ունեն թուրքերը միանշանակ եւ Բաքուն էլ այս պահին վստահ եմ իրենց մենակ չի թողնելու եւ այսպես եղբոր նման, փոքր եղբոր նման շատ ջանք կգործադրի եւ քրտնաջանք աշխատի միանշանակ այդ ուղղությամբ, բնականաբար քաշելով նաեւ առաջ բերելով նաեւ իր նախապայմանները, իսկ այդ նախապայմանները ուղղակիորեն կապված են արդեն Հայաստանի հետ, ուղղակիորեն կապված են նույն արևմտյան Ադրբեջան գոյացության տենց կոչված արհեստական այդ միավորման հետ, ինչի վրա իրանք շատ երկար տարիներով ինստիտուցիոնալ հենքի վրա աշխատել են եւ այսօր արդեն արևմտյան Ադրբեջանը դառնում է միջազգային կազմակերպության բանաձևի մի առանձին դրույթ, հասկանում եք, սա էլ Հայաստանի իշխանությունների վարած կռնատ անատամ քաղաքականության եւ տգիտության արդյունքն է եղել, այսինքն այդ ուղղությամբ նույնիսկ աշխատանք էլ վստահ եմ չի տարվել, որպեսզի այդ դրույթը որևէ ձևով չհայտնվի այդ այսպես կոչված Ստամբուլյան հռչակագրի մեջ, հերթական արտաքին գործերի նախարարների իսլամական կոնֆերանսի եւ այս իմաստով այդ Հայաստանի արտգործնախարարության կողմից հնչած վերջին հայտարարությունը post-scriptum հայտարարությունների համար դուք նախապես պիտի կարողանայիք այդ աշխատանքները տանեիք, իսկ այդպիսի կենտրոններ եւ պետություններ կան, որոնց հետ կարելի էր խոսել այդ թեմայով, բայց կարելի էր, մենք տեսեք, մենք միշտ ավելի պայմանական եւ անցյալով ենք խոսում, որովհետեւ չեն խոսում, որպեսզի չնեղացնեն ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին եւ փաստ նույն վարչախմբի ղեկավարի այցելությունը Ստամբուլ, այդ հրճվանքը իր գտնվելու իր, չգիտեմ, կուրատորներ ասեմ, չգիտեմ, վերահսկողներ ասեմ, չգիտեմ, եղբայրներ ասեմ, չգիտեմ, ընկերներ ասեմ, ինչպես ուզում եք կարող եք դիտարկել, այդ դեմքից միայն դա էր հորդում, ուրիշ որևէ բան չկար եւ բնականաբար նաեւ Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպումը եւ այդտեղ որոշակի նաեւ մեսիջների փոխանցումը եւ թուրքական իշխանություններին եւ նաեւ հայաստանյան հասարակությանը ոտից գլուխ абսուրդի ոտից գլուխ դժոխային երազի ոտից գլուխ հիվանդագին արտահայտություններ այսօրվա այո իր ճակերտավոր կերտած Հայաստանի հետ առնչվող, բայց բուն հայության եւ բուն մեր ազգային ինքնության հետ հակոտնյա։ Պարոն Մելիքյան, ուզում եի անդրադառնալ իսլամական համագործակցության կազմակերպությունների ընդունած բանաձևերին, որոնց մասին դուք խոսեցիք, բայց դրանք բավականին լուրջ ու շատ վտանգավոր բանաձևեր էին, ինչու եմ ասում շատ լուրջ, որովհետև 57 պետություն է մտնում այդ կազմակերպության շարքերում ու այնտեղ խոսում են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ բանակցություններ սկսելու մասին, ռեպարացիաների մասին ակնարկ կար, այսպես կոչված փախստականների վերադարձի իրավունքն ապահովելու մասին, այսինքն Հայաստանը պետք է հրաժարվի ցանկացած մեղադրանքից Ադրբեջանի իրագործած ագրեսիաների, ռազմական ագրեսիաների, ռազմական հանցագործությունների, սրանք ինչ որ հետևանքներ կարող են ունենալ մեզ համար։ Տեսեք, այդ կազմակերպության հռչակագրերը կամ հայտարարությունները իրավական պարտադրող որևէ ուժ չունեն։ Այնտեղ աշխատում է իսլամական համերաշխության սկզբունքը եւ ցանկացած պետություն, որ ունի ինչ-որ խնդիրներ, փորձում է իր այդ խնդիրները անպայման բերի եւ դնի այդ դեկլարացիաների մեջ։ Սա արտաքին գործերի նախարարության նախարարների հավաքներ եւ նախարարների մակարդակով հնչած հայտարարություններ։ Հիմա շատ պարզ մի օրինակ եմ ձեզ բերում։ Վարչախմբի ղեկավարը գնում է Ստամբուլ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ։ Այցը նկատվում է կամ գնահատվում է իրենց շրջանակների կողմից որպես պատմական։ Իհարկե շատ ճակերտներ կարելի է կողքը դնել, դա պատմական
այցեր թե հնազանդության վերջնական երթում տալ։ Ես բնականաբար կողմնակից եմ երկրորդին։ Ինչու՞։ Որովհետև այցից ընդամենը 48 ժամ հետո, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, ընդվում է այս հռչակագիրը, նույն այն քաղաքում, որտեղ եղել է վարչախմբի ղեկավարը։ Եվ նման հայտարարություններ շատ ենք ունեցել վերանկախացումից ի վեր Հայաստանի եւ նաեւ Արցախյան հիմնահարցը դեռ կար եւ դրա մասին մշտապես բարձրաձայնվել է եւ այդ հայտարարությունները միշտ տեղ է գտել Հայաստանը ագրեսոր է հռչակվել եւ այլն, այսպիսի բաներ միշտ եղել են, բայց այն wording-ը, այն բառամթերքը, որ օգտագործվել է այս հոդվածի մեջ, երբևիցե այս մակարդակի, պատկերացրեք ինչ մակարդակ է, որ արտաքին գործերի նախարարությունը ոչ բարով այսօրվա, ստիպված է հակադարձի դրան, ստիպված է խոսել տարածքային պահանջների մասին, ստիպված է խոսել Խոջալույի Սումգայիթի մասին, իհարկե վախենալով չարտահայտել ցեղասպանություն, թե որտեղ է ցեղասպանությունը, նկատի ունենալով հայոց ցեղասպանությունը, բայց միաժամանակ, այսինքն ուրեմն այստեղ եզրակացությունը ինչն է, հա, դուք չէիք կարող չիմանալ, որ այսպիսի հայտարարություն է լինելու, եթե մեկը հանկարծ կփորձի ասել, որ մենք չգիտեինք եւ տեղյակ չէինք, ես ուղղակի հորդորում եմ, փակեք արտաքին գործերի նախարարությունը, այդ բանալին կուլ տվեք կամ շպրտեք օվկիանոսի մեջ ուղղակիորեն, այսինքն դուք չէիք կարող չիմանալ, ինչու եմ սա ասում, որովհետեւ նմանատիպ հայտարարությունները փակ չեն պահվում, իրանք շրջանառության մեջ են դրվում եւ դրա մասին բնականաբար իմանում են նաեւ բոլոր մայրաքաղաքներում, ինչպես մենք նախկինում իմացել ենք եւ այդ ուղղությամբ լրջագույն աշխատանքներ ենք փորձել տանել տարբեր իսլամական մայրաքաղաքներում, դա միշտ է եղել, հա, եւ այդ հայտարարության տեքստը օրեր առաջ դրվում է շրջանառության մեջ, այնպես չի տենց վերջի վարքյանին բերեցին դրեցին, դուք էլ տենց անակնկալի եկաք եւ չգիտեիք, այսինքն սա մեկ դուք աշխատանք ընդհանրապես չեք տարել։ Հաջորդը, եթե պիտի լիներ նմանատիպ այցելություն եւ լուրջ պատմական հորջորջված եւ տենց ամպագորգոր բառերով եւ այլն, ուրեմն դա պետք է լիներ ընդամենը մեկ ուղղությամբ պնդում, որ որևէ ձևով այս հայտարարության մեջ այս դրույթը կամ դրույթի նման բառամթերքը տեղ չգտներ։ Եղել է այդպիսի խոսակցություն, վստահ եմ, որ չի եղել։ Միշտ հարցնում են, ասում են, լավ, ի՞նչն էր այս այցի արդյունքները։ Դատելով այն շատ վերին աստիճանի սուղ տեղեկություններից, պարզ է եւ նաեւ դրան հետեւած այս հայտարարությունը, պարզ է, որ այնտեղ որևէ պայմանավորվածություն եթե եղել է, Հայաստանի կարծիքը որևէ մեկը հաշվի չի առել։ Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ այս քայլը ավելի շատ ուղղված էր նույն այն դիրքավորմանը, ինչ որ արդեն շատ վաղուց ունեն, պատրաստ եմ էլի անել ամեն ինչ, էլի զիջել, մենակ հանկարծ հարձակում չլինի, մենակ հանկարծ պատերազմ չհրահրվի եւ այլն, որովհետեւ ահ ու սարսափով են դրան սպասում օրվա իշխանությունները, հասկանալով, որ դա ոչ միայն իրանց վերջն է լինել, իրանց վերջը արդեն շատ վաղուց է։ Այս հոգեվարքը, ինչ որ հիմա իրականում մենք տեսնում ենք, հենց դրանում է կայանում, հա։ Միայն տեսեք, այս մի օրինակը բերելով, որ քո Ստամբուլ այցից հետո ամենազզվելի ձևով հակահայկական դրույթ է մտնում նույն այդ իսլամական կոնֆերանսի վերջնական հռչակագրի մեջ ամեն ինչի մասին խոսում է։ Այսինքն շատ պարզ է, որ դու հերթական զիջողական կեցվածքն ես ունեցել, ռազմատենչ կեցվածքը պահպանվել է Բաքվում, շատ ավելի է սրվել շեշտադրման առումով, այսինքն իրենք առաջին անգամ արդեն բերում են այս արևմտյան Ադրբեջան հասկացությունը եւ փորձում են տենց նստացնել ուղեղների վրա եւ բացատրել, որ սա մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այս մարդիկ զրկվել են իրենց հայրենի հողերից եւ ուղղակիորեն տարածքային նկրտում է, ինչը որ արդեն շատ երկար ամիսներ Ալիևը շարունակում է։ Ինչու է դա այդպես անում, պարզ պատճառով, որովհետեւ չի արժանանում Երևանից դիմադրության։ Երևանի դիրքորոշումը այն է, բա ինչ պատասխանենք, որ հանկարծ պատերազմ սկսի, այս պատերազմի վախը, որ բռնել եւ տարածել են
մարդկանց մեջ, մարդկանց ուղեղներում, այդ վախն է, հասկանում եք, պետք չի դրանից վախենալ, որովհետև եթե պատերազմ էլ չլինի, ձեր քթի տակ պատերազմ էր եւ շատ լուրջ պատերազմ էր, որը Աստված մի արածի տարածականի մեջ ուղղակիորեն կարող էր ներխուժել Հայաստան։ Այս մարդիկ նույնիսկ դա չեն կարողանում պատկերացնել լայնածավալ պատերազմի դեպքում այդ միլիոնավոր հոսքերը, որ սահմանի գլխին պիտի կուտակվեն եւ հետո պիտի մտնեն, դա շատ ավելի լուրջ սպառնալիք է վաղը մյուս օր լինելու, հասկանում եք։ Բայց փոխարենը այդ մարդիկ գնում են ինչ-որ քաղաքից դուրս, ինչ-որ սեմինարներ են կազմակերպում, շարունակում են ներ քաղաքական ինչ-որ դիվիդենտներ փորձել հավաքել, եկեղեցու վրա հարձակումները եւ այլն, կարծում եմ նաեւ կանդրադառնանք այդ հարցերի, չեմ ուզում առաջ ընկնել։ Իմ ասածը հետեւյալն է, որ այս մարդիկ adekvat չեն, հասկանում եք, իրենք իրականությանը չեն տիրապետում, իրենք նույնիսկ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է այս ամեն ինչը ունենալ Հայաստանի համար։ Իրենց համար ամենակարևոր խնդիրը, կարևորագույն, կենսական, իրենց համար գոյութենական խնդիրը մաքսիմում ամեն ինչ անել, հնարավոր որևէ բանի առջև չկանգնել, բոլոր կարմիր գծերը տրորելով, միայն ու միայն մնալ իշխանություն, պահել իշխանությունը, դա դիտարկելով որպես միակ երաշխիք իրենց անվտանգության համար։ Եկեղեցու դեմ սկսած արշավը, բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած խոսքային դեռևս պատերազմը հենց իշխանությունը պահելու նպատակով է, թե նաև կա արտաքին ուժերի կողմից թելադրանք։ Եվ երկուսն էլ ոչ միայն կյանքի իրավունք ունի, այլ երկուսն էլ հաստատակամ ճշմարիտ են։ Այո, թելադրանքը կա դրսից թուլացնելու եկեղեցին կամ ընդհանրապես ոչնչացնելու այդ կառույցը կամ ուղղակի ունենալու մի դրածո, որը հլուհնազանդ կենթարկվի իշխանությունների ասացին։ Այո, վեհափառի վերջին ելույթը Ժնևում չէր կարող ջղաձգումներ չառաջացնել Բաքվում եւ ուղղակի այդ սինխրոնիզացված մոտեցմամբ Փաշազադե Փաշինյան իդեպ շատ մոտ են նաեւ ազգանունները իրար, սինխրոնիզացված աշխատեցին եւ ուղղակիորեն փորձեցին այդ իրենց պատկերացմամբ մեծ սկանդալային հարված հասցնել եկեղեցուն։ Դա չի հաջողվելու, պարզ պատճառով, որովհետև մեր եկեղեցին իր ամբողջ պատմության ընթացքում շատ ավելի ծանր հարվածների է դիմացել եւ կարողացել է անսասան մնալ։ Ինքը անընդհատ այդ մանիպուլատիվ ոճով փորձում է ցույց տալ, որ ես հետևորդ եմ, ես հայ առաքելական եկեղեցու խանդաղատանքով եմ վերաբերել բարերա, չէ, ինքը ամեն օր աղոթում է, ինչ որ միջինքներ է ունենում, պահքեր է ունենում, չգիտեմ, ծոմապահության է ինքը իրան ենթարկվում, որ խիստ կասկածում եմ, որ ինքը կարող է օրինակ ծոմ պահել, իր, այսպես ասած, ախորժակը շատ լավ պատկերացնելով եւ այդ ամեն ինչը մենք տեսել ենք, թե ինքը ուղղակի հագուրդ չի տալ, ինքը այդպես միշտ պետք է ուտի, ծամի, երևի թե էդ է իրեն բանա, այսպես ասենք, կյանքի նպատակներից մեկը նաեւ ստում է ինքը ուղղակի, որովհետեւ խանդաղատանքով վերաբերվողը, աղոթողը, ծոմ պահողը, Աստծո հետ առանձնացողը չի կարող նման բառապաշարով խոսի հոգևորականների հետ, ովքեր միջնորդ են նաեւ, ովքեր նախ եկեղեցին ինչ որ մեկի տունը չի, Աստծո տունն է միշտ եղել եւ այդպեսին մնացել է եւ հոգևորականի քարոզն է միշտ դրա մեջ կայացել, հասկանում եք, եւ դու վերցնես ճղճիմ ձևով, գարշելի ձևով մտնես ինչ որ իրավիճակների մեջ, մանիպուլատիվ ընդ որում, ասելով ես թիրախավորում եմ անձերին եւ ոչ երբեք եկեղեցուն, այդպիսի բան չկա, հասկանում եք, ինքը ուղղակիորեն թիրախավորում է եկեղեցին որպես վերջին բաստիոն, եթե կուզեք, հա, վերջին միակ մնացած ամուր կառույցը մեր ինքնության, մեր միակ կառույցը, որը մեր ամրոցն է արդեն դարձել ինչ-որ ձևով, յուրահատուկ ձևով, եւ մենք իսկապես, ես ի նկատի ունեմ adekvat մասը եւ ի նկատի ունեմ էլ ոչ խավատավոր ժողովրդին, իսկապես պիտի լինենք եկեղեցու կողքին միանշանակ եւ նորից ու նորից այստեղ անձերի խնդիրը չի բացարձակապես, այստեղ ինստիտուտի խնդիրն է, նորից ու նորից միակը, որը դեռ շարունակելու է պաշտպանել
հայի ինքնությունը։ Եվ սրանից է դրդված, ոչ թե այն հիմարաբանությունները, որ ասում են սրանք ուղղորդված են, ծառայություններ են, գործակալներ են, այդ հիմարությունները պահեք, թե ով ինչ գործակալ է, վաղը մյուս օր ձեր երեսն է պատռվելու, մենք գիտենք դուք ում գործակալն եք եւ ինչի համար եք այստեղ ներդրված, ինչի համար եք աշխատում, հասկանում եք, բայց եկեղեցուն այս հարվածները հասցնելը հասկանում եք միայն ու միայն մեկ միտում ունի փլել այդ վերջին ամրոցը, որը կարող է ուղղակիորեն չի հաջողվելու, չի կարող հաջողվել, հասկանում եք, որովհետև նորից եմ կրկնում, դու մի ամբողջ ժողովրդի արյուն պիտի փոխես։ Ես առիթով ասել եմ սրա մասին, այդ արյունը դու պիտի բոլորից քաշես, ներարկես ուրիշ արյուն, որպեսզի նույնիսկ այդ պարագայում փորձանես այդ հիշողությունը մաքրես, ջնջես, իրան իրենից հեռացնես, իր արմատներից հեռացնես, իր պատմությունից հեռացնես, մշակույթի, ժառանգությունից, ամեն ինչից հեռացնես, իրեն սարքես տենց ինչ-որ դոնդողանման երևույթ, պլաստիլինից ինչ-որ մի բան, որ փորձես ինչ-որ նոր բաներ կերտել դրանից։ Իհարկե չի հաջողվելու, փաստ նույն հավատացյալ ժողովրդի անսասան եկեղեցու կա, եւ այստեղ խնդիրը քաղաքական ուժերը չեն։ Հա, իրենք ասում են, այս ամեն ինչը սինխրոնիզացված է, քաղաքական ուժերը, եկեղեցի խառնվել է քաղաքականությամբ, ղալլաթ են անում, շատ պարզ իմաստով, որովհետև եկեղեցու կողքին, օրինակ, կան հազարավոր մարդիկ, որոնք ատում են բոլոր քաղաքական ուժերին, որոնք բացարձակապես կուսակցական չեն, ոչ մի աֆիլիացիա չունեն եւ չեն էլ պատրաստվում ունենալով, իրենք հայ են, հա, որոնք կանգնում են առավոտյան հայլու առջև, ասում են ես հայ եմ, ես պիտի լինեմ եկեղեցու կողքին, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կողքին, վերջ դրանով փակվում է, ոչ թե ես այս քաղաքական ուժն եմ սատարում, այս անձին եմ սատարում, մյուսին եւ այլն, այդպիսի բաներ չկա, հազարավոր, նորից եմ կրկնում, հազարավոր մարդիկ կան, որոնք սրանից զուր ուղղակիորեն կանգնած են եւ պատրաստ են միջև վերջ գնալու, պատրաստ են նահատակվելու նույնիսկ եկեղեցու համար։ Ես ավելի քան համոզված եմ, սա գենետիկորեն մեր անբաժան մասն է եղել, որ այսօր մենք կանք աշխարհի քարտեզի վրա եւ գոյություն ունենք, եւ կապ չունի քանակային իմաստով ինչքան ենք, 10 միլիոն ենք, 12 միլիոն ենք ամբողջ աշխարհով, կապ չունի, եթե մնացել ենք, հասել ենք այսօրվան, ապա տենց էլ շարունակելու ենք, որովհետեւ շատ ազգեր նաեւ ճանապարհին ոչնչացվել, գնացել եւ կոր, բայց մենք մնացել ենք։ Ինչի ենք մնացել, որովհետեւ հենց այդ նույն գենետիկայի արդյունքն է։ Ոչ թե որ մենք սխալ ենք ապրել, ոնց որ փորձում են այսօրվա վարչախմբի ներկայացուցիչները ներկայացնել այդ կրթությունը նորաձև սարքել, մենք ենք մեղավոր ամեն ինչում, պատմությունը սխալ է եղել 5000 տարվա, այդ պետքա շուռ տալ, պետքա փակել, գնում են ինչ-որ խորենացու ողբ, այդ խորենացու ողբը շուռ մի տվեք, խորենացու ողբը գրվել է այն ժամանակ, բայց այսօրվա մասին է եւ հենց ձեր մասին, հա, որովհետեւ դուք եք բերել հասցրել այսօրվան։ Դուք եք ամեն ինչը տարել այն ուղղությամբ, որ մենք գանք հասնենք այսօրվան։ Դուք եք պառակտել, դուք եք այս ժողովրդին հերոսից սարքել վախկոտ, նվախ, կքած, խոնարհված ինչ-որ մեկին դուք եք բերել ես ապաթիան, դուք եք բերել ես դեպրեսիան, ձեր արած քայլերի շնորհիվ, ծրագրված միանշանակ, տեխնոլոգիաներով հարուստ միանշանակ, կատարել եք ուրիշի պահանջը միանշանակ, այսինքն դուք ձեզանից չեք կարող կանգնեք հիմա հայլու առջև, ասեք ես հայ եմ, որովհետև այն ինչ որ հայն է, դուք արել եք դրա լրիվ հարությունաշճան հակառակը, եւ մենք ստացել ենք այս պատկերը, մենք տարիներ առաջ երբեք չենք ունեցել նմանատիպ իրավիճակներ, այո զզվելի երևույթներ շատ, այո գարշելի վիճակներ շատ, բայց այս իրավիճակը, երբ որ դու ձախողված պետություն ես, դու քեզանից որևէ բան չես ներկայացնում, փալասի տեղ են քեզ արդեն ընդունում եւ վերաբերվում են նենց ոնց որ իրենց է հաճո, ոնց որ իրենք կուզենան, բայց որտեվ դուք հանել եք պայքարը, մաքարելը, կռվելը, արժանապատվությունը, ձեր մոտեցումը, ազգային օրակարգը, ձեզ համար ազգային բառը այնպես ջղաձգում է ձեր մոտ առաջացնում, երբ որ այսօր աշխարհում սկսվել են նոր պրոցեսներ, որտեղ ազգայինին շատ ավելի լուրջ տեղ է հատկացվելու վաղը, միանշանակ այդպես է լինելու, այսինքն այդ գլոբալիզացիայի
ընդհանուր զարգացումները արդեն եկել են իրենց վերջնական փուլին են հասել, հասկանում եք։ Ու նույն եվրոպական երկրներում նայեք, խնդրեմ, բոլոր տեղերը նայեք։ Կրթում են, Բոլոր բայց տեղերը անհրաժեշտությունությամբ չեն բոլոր կրթում։ տեղերը նայեք, թե մարդիկ այդ ազգայինին ոնց են սկսել վերադառնալ եւ ինչպիսի զգուշավորությամբ են սկսել վերաբերվել։ Սա շատ նուրբ հարց է։ Հասկանում եք, մի փոքրիկ սահման է, դու եթե կարողացար դա մի անգամից մոռանալ, դու դառնում ես ոչինչ։ Ինքդ քո էությունը լինում է առ ոչինչ, քո պետությունը լինում է առ ոչինչ։ Հասկանում եք, իրենց ձգտումը հենց դա է։ Իրենց պատկերացումները հենց դա են, որ մենք ապրել ենք սխալ, մենք կռվել ենք սխալ, մենք կրթվել ենք սխալ, կամ ընդհանրապես չենք կրթվել, հիմա որոշեցին, որ 7 տարի հետո պիտի կրթեն այս ազգը։ Իրենք որոշել են բոլորիս աչքերը բացել իրենց ուզած ճշմարտության Դե վրա։ որովհետև երևի չեն ունեցել, չեն տեսել, մանուկ հասակից այդպես են մեծացել, եկել են ուզում են բացեն այն մարդկանց աչքերը, ովքեր մանուկ հասակից ուրիշ ձև են մեծացել։ Եվ այստեղ խնդիրը կներեք միայն հարստության մեջ չի։ Դու կարող ես լինել շատ զուսպ ապրող մեկը, բայց այնքան տեսած լինի քո աչքը, այնքան կուշտ լինես դու այդ ամեն ինչից։ Դա կրթության, դաստիարակության, ընտանիքի խնդիր է, հասկանում եք, վերջի։ Դուք ուրեմն անդաստիարակ եք ուղակի եղել։ Հիմա եկել եք փորձում եք ում դաստիարակեք, ում կրթեք։ Այդ մարդիկ ասենք, որ գնում են այդ սրահներում, տես լուրջ դեմքերով նստում են կամ հպանցիկ այդ ակնթարթային պատկերները, ինչ որ ժպիտի, տես խորը հայացքների, որ ինչ եք կրթում, էլի, ինչ եք ուզում այս ժողովրդից, ինչ եք ուզում անեք այդ ժողովրդին, որովհետև կորցրել եք արդեն դուք այդ կապը ժողովրդի հետ։ Դուք կորցրել եք կապը իրականության հետ։ Դուք անշուշտ հասկացել եք այդ իշխանության քաղցրությունը ինչ բան է, երևի դա արդեն ձեր երակների մեջով այնքան այդպես լուրջ ծանրացելու տեղ գտել, որից հրաժարվել է, դուք միանգամից գնում եք արդեն ձեր անցյալին, թե ինչ վիճակում եք դուք ապրել։ Դուք միշտ անհաջողություն գրանցած մարդիկ եք եղել։ Դուք հաջողության պատմություն անգամ ձեր անցյալում չեք ունեցել, հիմա եկել եք մեզ ուզում եք սովորեցնեք որտեղ է հաջողությունը եւ կրթվելով ինչպես կարելի է հասնել հաջողության։ Սա ծիծաղելի է ուղղակի եւ զավեշտ է։ Ես ավելի քան համոզված եմ, այս կրկեսը ավարտվելու է եւ շատ ավելի շուտ, քան շատերն են պատկերացնում։ Հուսանք, պարոն Մելիքյան, Վստահ Աստված ձեր եղեք, ձայնը լսի։ հույս մի ունեցեք, վստահ եղեք, Աստված էլ մեր ձայնը արդեն վաղուց լսել է։ Պարոն Մելիքյան, եւ մեր զրույցի վերջում կուզենամ անդրադառնալ Հայաստանի ներսում կատարվողին, որովհետեւ դա բոլորի քննարկման թեման է։ Սամվել Կարապետյանին ձերբակալում են 2 ամսով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր աջակցությունը պարզապես հայտնելու համար։ Եվ շատերը այստեղ եւս փորձում են քաղաքական հետ գտնել, դրսից թելադրվող քաղաքական հետ գտնել, նաեւ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի միջոցով իր կողմից արվող հայտարարություններում, որ պայքարելու ենք, արդարությունը վերականգնելու ենք։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրահանգ իջեցրեց, ինչու՞, որովհետև վախենում է Սամվել Կարապետյանից, թե ուզում էր մարդկանց ուշադրությունը շեղել մի նոր թեմայի վրա, ինչ ինքը կգնա Թուրքիա, այնտեղ երջանիկ ժպիտներ փոխանակելուց հետո հետ կվերադառնա դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ ամենը կա, բայց եթե հերթականությամբ գնանք, առաջինը բնականաբար պայմանավորված է իրենց վախերով։ Եվ այստեղ հարցը իսկապես շատ լուրջ է իրենց համար, որովհետև եթե հասարակական եւ մասնագիտական շրջանակները հասարակ սովորական մարդիկ, ովքեր փողոցում շփվում են տարբեր մարդկանց հետ, սրճարաններում կլինի, ընտանիքներում կլինի, տարբեր հավաքների ժամանակ կլինի, տեսնում են, չէ, ինչ վերաբերմունք կա օրվա իշխանության նկատմամբ։ Այսինքն այն խորը այսպես կոչված նիկոլականներ են նույնիսկ արդեն բռնել են այդ հետդարձի ճանապարհը, այսինքն այդ փոշմանել են, իրանց սխալը փորձել են հասկանալ, դրա մասին շատ-շատերը արդեն բարձրաձայնում են։ Բնականաբար կան նաև սոցհարցումները եւ չի կարող օրվա իշխանությունը, բոլոր իշխանություններն էլ ամենօրյա ռեժիմով այդ սոցհարցումներին տիրապետում են։ Կան համապատասխան ծառայություններ, որոնք օրնիբուն աշխատում են այդ ուղղությամբ։ Բնական է, չէ, որ ինքը չի կարող չիմանալ դրա մասին, որ իր ռեյտինգը արդեն շրիշակից ցածր մակարդակի վրա է գտնվում, եւ սա չափազանցություն չի։ Ինքը մտածում է, որ ինքը իշխանության է, ինքը մևնույն է այդ հսկայական ռեսուրսներին տիրապետելով, մևնույն է իր ռեյտինգը կարողանալու է ինչ-որ բարձրության վրա պահի, բայց դա ամենևին այդպես չի։
Եվ իր այդ հոգեվարքն ու այդ ջղաձգումները կայանում են հենց դրանով, որովհետև ամենօրյա ռեժիմով ինքը ստանում է այդ ինֆորմացիան։ Այստեղ իրեն չեն կարող խաբել շատ պարզ պատճառով, որովհետև դա ուղղակի ինքնասպանություն կլինի։ Դրա համար բերում են այդ ռեյտինգները, ինքն էլ փորձում է դրա մեջից դա հենք ընդունելով, փորձում է հերթական մանիպուլյացիոն նոր էլեմենտներ մտցնի դար։ Եկեղեցին կլինի, Սամվել Կարապետյանը կլինի, մյուսը կլինի եւ այլն։ Հիմա այս իմաստով, այո, մի քիչ ոսկորը շատ ավելի հաստ դուրս եկավ եւ կուլտալը շատ ավելի ծանր է լինելու, եթե նույնիսկ կարողանա հնտա։ Ինչու, որովհետեւ հայտնվեց մի բավականին լուրջ եւ տևական ժամանակ, այսպես ոչ անծանոթ ֆիգուր, դերակատար, միլիարդատեր, բարերար եւ որևէ մեկը չի կարող հակառակը ասել Սամվել Կարապետյանի անցած թե ճանապարհի մասին, թե իր ծավալած լրջագույն գործունեության մասին եւ դրա մասին է նաեւ խոսում Ալիևի համապատասխան ցուցակներում նաեւ Սամվել Կարապետյանի անունը հայտնվել է, ամենս գիտենք թե Սամվել Կարապետյանը որքան բարեգործություն եւ աջակցություն արել նույն Արցախում, հա, եւ պատահական չէր, որ իր անունը հնչեցվել է նաեւ նույն Ալիևի շուրթերից։ Այստեղ նորից գալով դրան բավականին հետաքրքիր սինխրոնիզացված մոտեցում կա։ Հաջորդը Սամվել Կարապետյանը չընկրկեց։ Առաջին հայացքից միշտ թվում է, որ նմանատիպ ֆիգուրները, հա, պիտի գնան որոշակի այսպես համաձայնեցման կամ բանակցությունների ճանապարհով, որպեսզի որևէ սպառնալիք չլինի, բիզնես ուղղությամբ կլինի, մարդկային ուղղությամբ կլինի, հումանիտար մասով եւ այլն եւ այլն։ Ընդհակառակը ինքը հասկանալով արեց այդ քայլը եւ շարունակաբար հիմա էլ լինելով այդ ծանր ճգնաժամային իրավիճակում, ինքը ամեն օր շարունակում է այդ իր պայքարի ոճը ցույց տալով, որ այս ամեն ինչը ինքը անում է գիտակցաբար, ոչ թե նախադասություններ այսպես սպրտեց, ասեցինք, մոռացանք, դե պայմանավորվեինք իշխանությունների հետ, այս ամեն ինչը չէր լինի։ Բայց արի ու տես, որ ոչ մի էլեկտրական ցանց, ոչ մի հարստություն, ոչ մի միլիոններ այդ մարդուն չի անհանգստացնում պարզ պատճառով, որովհետև ինքը այսօր արդեն, եթե չեմ սխալվում, այդ հերթական հայտարարությունը անելուց ասեց այդ ես հայ եմ, հա, ես հայ եմ, դուք ամեն հայ պիտի պատասխանի այդ հարցին։ Ինքը իր հետ իր խղճի առջև կանգնած։ Այո, ես հայ եմ, ինչը նշանակում է, որ ես համաձայն չեմ այն ամբողջին, ինչ անում է վարչախմբի ղեկավարը։ Կլինի դա եկեղեցու ուղղությամբ, կլինի մեր ինքնությունը փոխելու ուղղությամբ, կլինի պատմությունը զրպարտելու ուղղությամբ, կլինի ցեղասպանությունը ուրանալու ուղղությամբ, կլինի Արցախը հանձնելու ուղղությամբ։ Այս ցուցակը ամեն օր ավելի երկարում է եւ ավելի մեծանում է։ Ովքեր որ դրա հետ համաձայն չեն, իրենք այո դառնում են իսկապես հայ մարդիկ, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ, կանգնել իրենց ինքնության համար, որովհետև այստեղ անձի խնդիր չի։ Եթե նրանց մոտ այդ ապագայի պատկերացումները ուրիշ է, մեր ապագայի պատկերացումը վերջիվերջո մեր զավակներն են։ Մեր խնդիրն է, որ մեր զավակները չգնան այս երկրից եւ մնան շարունակաբար ապրեն, արարեն, մաքարեն ու պայքարեն այս երկրի գոյության համար։ Իսկ դրա համար դա անելու համար դու պիտի առաջին հերթին մեջքդ կարողանաս ուղղել, դուրս գաս այս ապատիկ վիճակից եւ հասկանաս, որ այս մարդը օրինակ նույն Ռուբեն Վարդանյանին վերցրեք, Սամվել Կարապետյանին վերցրեք, հա, երկու կարծես որևէ հարցի, որևէ խնդրի կարիք չունեցող մարդիկ։ Մեկը որտեղ է գտնվում, մյուսը որտեղ է գտնվում։ Սա ցույց է տալիս, որ մարդու համար այդ դրամային, այդ ընչաքաղցությունը, այդ ստամոքսապաշտությունը այդ առաջնային չեն, կամ մի պահ, հիմա բոլորը ասում են, բա ինչու ուրիշ ժամանակ չէին խոսում, չէին արտահայտում, ոչ, գալիս է հասունանում է մի պահ, ես արդեն ասացի, կա եկեղեցի, որը մեր վերջին բաստիոնն ու ամրոցն է այլևս մնացել, պայքարի վերջին հանգրվանն է, հա, եթե մենք սա կորցրեցինք, Աստված մի արասե, մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Սա պիտի գիտակցեն բոլորը։ Իսկ գիտակցող մարդիկ այդ ես հայ եմը որ կա, չէ, այդ ես հայ եմ եւ վերջանում է դրանով ամեն ինչ, հա, դու, այսինքն
չես քայլում այն ուղով, ինչը քեզ այսօր բերում են, փորձում են պարտադրել եւ ասում են, որ դու սխալ ես ապրել, քո պապերը սխալ են ապրել, քո ապու պապերը սխալ են ապրել, դու ընդհանրապես սխալ գոյություն ես ունեցել ի գոյե, ի սկզբանե, երբ որ դու եկել ես լույս աշխարհ, հասկանում եք, այս ամեն ինչը չի ստացվել, ինչու որովհետեւ արհեստական է, ինչու որովհետեւ ներմուծված է, ինչու նորից գալով էլի պիտի կրկնվեմ, դուք չեք կարող 10 միլիոն մարդու արյունը փոխել։ Դուք այդ արյունը պիտի փոխեք, որ այս ինչ-որ բանի հաջողության մասով կարողանաք ձեզ մոտ գրանցել, որ դուք սրա համար հաջողեցիք։ Մնացած այդ թպրտումները, չգիտեմ, պատեպատ տալը եւ այլն, այդ բառամթերքը, որ դուք օգտագործում եք այսօր, դա բումերանգի էֆեկտ է ուղղակի ունենալու եւ շուռա գալու ձեր դեմ։ Փաստ նույն Սամվել Կարապետյանի օրինակը, հա։ Մարդը չգնաց, չէ, բան, որ ասում են գործարքի չգնաց, չգիտեմ, չխոնարհվեց, ինքը արտահայտվեց այն ինչ որ պիտի արտահայտվի, այն ինչ որ պիտի արտահայտվի յուրաքանչյուր հայ։ Ես ցավում եմ իհարկե, որ շատ ավելի փոքր կալիբրի կամ միջին կալիբրի, ինչու՞ որ մի քիչ մեծ կալիբրի նաև գործարաններ, բայց բերանները ջուր լցրած նստած են։ Ինչի համար է ջուր։ Այսինքն հարյուրավոր են այլևս օրինակները, որ վարչախումբը ոնց է վարվում ձեզ հետ։ Այսօր դուք պետք է կօգտագործվեք այնքան, ինչքան կօգտագործվեք։ Ինքը օգտագործելու, շպրտելու մեծ վարպետ է։ Նմանատիպ օրինակներ ունենք, թե պետական համակարգում, կառավարման համակարգում կլինի դա ուժային նախարարություններում, մյուս նախարարություններում, ուղղակի պետական փոքր տարբեր հիմնարկ ձեռնարկություններում եւ այլն։ Իրենք կպահեն ձեզ այնքան, ինչքան դուք իրենց պետք եք, ոչ թե ինքն է ձեզ պետք։ Ձեր պատկերացումը, որ ինքը չլինի, դուք ամեն ինչից կտրվելու եք, ախր դա այդպես չի։ Հասկանում եք, որևէ մեկը չի գալու, տենց թուրը ձեռքին վեկալի ու բոլորին ինչ որ գլխատի, որ այդ վախի մեջ մտել եք, այդ ձեր պատյանների մեջ մտել եք ու ապրում եք։ Եվ այստեղ միայն խոսելը չի, մարդը գործով ապացուցեց, մարդը գործով ցույց տվեց, հա։ Չէ, կարող է ինչ-որ տենց խելոք, ինչ որ մտածել, ոնց անել, լուրջ փաստաբանական թիմ կարող էր աշխատել, իհարկե այդ ամեն ինչը ոտից գլուխ անօրինական եւ հակաիրավական է, բայց այս մարդը վաղուց անցել է այդ ամեն ինչ, հա, իրենից սпасել իրավական ինչ-որ մի քայլ, հիմա էլ հայտարարում է, որ այդ հեծերի փաթեթը արդեն պատրաստ է շուտով պետականացվելու եւ այլն։ Այսինքն իրենից սпасել իրավական մի քայլ, դա ուղղակի աբսուրդ է, մոռացեք, ինքը չի գնալու այդ դրան։ Իսկ հնարավոր է, որ Սամվել Կարապետյանը դառնա քաղաքական լուրջ օպոնենտ Նիկոլ Փաշինյանին այս բոլոր գործընթացների արդյունքում։ Այսինքն նույնիսկ առանց տեսեք, պետք չի ամեն ինչի մեջ այդ քաղաքական գործոնը փնտրել, հա։ Եկեք մի քիչ ուրիշ ձևով նայենք, էլի այս ամեն ինչին։ Մարդը ինքը իրենով, ես իդեպ անձնապես ընդհանրապես չեմ ճանաչել իմ կյանքում էլ դեպի 15-20 րոպե եմ ուղղակի հանգամանքների բերումով առնչություն ունեցել, հա։ Մեկը կողքից լսի կմտածի ես բարեկամ եմ, հարազատ եմ կամ չգիտեմ իր գրասենյակում աշխատող եմ կամ հեծի աշխատող եմ կամ բացարձակ ոչ կախվածություն եմ ունեցել, ոչ որևիցե դիվիդենդներ եմ ունեցել, բայց այդ խնդիրը չի, մենք խնդիրը մի քիչ ուրիշ հարթության մեջ պիտի դիտարկենք։ Չպետք է միանգամից բերենք իրեն, մտցնենք ու այսպես ցույց տանք, որ ինքը կմտնի մեծ քաղաքականություն, կմտնի կորոշի իր որոշելիքն է։ Ես ուրիշ օրինակ եմ բերում, ուրիշ խնդիր եմ բարձրացնում։ Ես ասում եմ մարդը, միլիարդատեր մարդը, Forbes-ի ցուցակներում իր լուրջ տեղը զբաղեցնող մարդը այդ ամեն ինչը թողել է մի կողմ եւ եկել կանգնել է իր ինքնության կողքը։ Ինքը եկել է իրեն, ինքը նույնիսկ Ռուսաստանի քաղաքացի է, եթե ես չեմ սխալվում, բայց այդ իր ծագումնաբանությունը, իր հայ լինելը, սրա մասին պիտի խոսել, իր գիտակցության բարձր մակարդակ կա, հա, այստեղ, որ փողը չի, ժողովուրդ, որ ամեն ինչը կարող է լուծի։ Ինչպես եւ իշխանությունը չի, ժողովուրդ, որ ամեն ինչը կարող է լուծի, ժողովուրդն է, որ ինքը պիտի այդ բարձր գիտակցությունը ունենա եւ հասկանա, որ հայ լինելը ոչ թե պարտադրված խնդիր է, այլ դա քո էության մեջ նստած է։ Դու պիտի չհեռանաս քո ինքնությունից, քեզ ուզում են պոկեն քո ինքնությունից, քեզ ուզում են սարքել անհասկանալի ինչ-որ մի կենթանի, մի անասուն, որը տենց առավոտյան պիտի արթնանա, ուտի, երեկոյան քնի, առավոտյան արթնանա, ուտի, երեկոյան քնի ու տենց վայելքների մեջ իբր թե իր կյանքը կարողանա վաստակել, հա, բայց դու դա ասում ես արարող ժողովրդին, այս ժողովուրդը արարող է, արարիչ բառն ու արարող բառը այնքան
փոխհամաձայնեցված է, այնքան իրար մեջ սիներգիկ առումով մտած է, որ այս ժողովուրդը ուղղակի հաղորդակից է, որովհետև Աստծու ստեղծածն է նաև, եւ դա ես չեմ, մյուսը չի, դա պատմությունն է, մեր ամեն ինչն է, հենց դա է մեր ինքնությունը, այս սա են ուզում խլեն մեզանից տանել, իսկ Սամվել Կարապետյանը դա մեկ օրինակ է, նմանատիպ օրինակները պիտի շատ լինեն, սա դիմադրության, այո, գնալ բողոքը գիտակցաբար դիմումը, հա, այդ բողոքի մյուս ացան դատարանի հետ քաշել, պատրաստ լինել կրել այդ դժվարությունները, պատկերացնում եք, նույն Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ ինչ պայմաններում էր եւ ինչ իրավիճակում էր, հիմա ինքը գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, այսինքն դու պիտի ինչքան կարողանաս վեր կանգնես այդ ամեն ինչից, հա, որ գնաս այդ քայլին, հերիք չի գնացել ես, այնտեղից էլ ամեն օր քո մեսիջը ուղարկում ես, որ չես ընկրկելու, որ հետ քայլ չես անելու եւ ասում ես ինչի համար չես անելու, պատմում ես ողջ եղելությունը եւ այստեղ միայն քննադատությունը չի, այստեղ նաեւ ցույց է տալիս թե ինչա լինելու, ինչը չպետքա լինի, ինչը մեզ հարիր չի, ինչը հեռու է մեզանից, բայց ինչ պետքա լինի, այո, արդարությունը պետքա վերականգնվի միանշանակ, այո, այդ փոփոխությունը շատ արագ պիտի լինի եւ մենք բոլորս դրան ականատես ենք լինելու։ Սա փաստերից մեկն է եւ ես կարծում եմ, որ շարունակաբար մենք դեռ շատ այսպիսի բաներ ենք տեսնելու։ Սա այո օրինակ է, օրինակելի օրինակ է եւ ես կարծում եմ, որ շատ շատերը, այդ թվում նաև գործարար աշխարհի ներկայացուցիչները բնականաբար իրենք հայացքը պիտի ուղղեն դեպի Սամվել Կարապետյանը եւ պիտի հասկանան, որ ժողովուրդ այդ ամեն ինչը ստեղծելը, այո, քրտնաջան աշխատանք է միգուցե, բայց այդ ամեն ինչը կորցնելը մի ակնթարթ է, բայց դու ինքդ քեզ չես կարող կորցնել։ Դու հայ ես, դու ինքնությամբ այդպիսին ես, դու հավատացյալ ես, դու հայ եկեղեցու զավակն ես, դու պիտի անսասան եւ ամուր կանգնես քո դիրքերի վրա եւ թույլ չտաս որևէ մեկը հանկարծ ոտնձգություն անի եւ տրորի քո ինքնությունը, տրորի քո անունը, տրորի քո ազգանունը, քո հայրանունը եւ քո պապերի այդքան դարերով շարունակ թափած արյունը։ Պարոն Մելիքյան, շնորհակալ եմ հանգամանալից եւ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրներ դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Ես Հայկ Ալոյան եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։